Ձոն հերոսներին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված թեմատիկ ցուցադրությունը յուրահատուկ հարգանքի տուրք է հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին։ Գաղտնիք չի, որ հայրենական մեծ պատերազմի մեր ազգը շատ մեծ մասնակցություն է ունեցել, մոտ 600,000 հայորդիներ մասնակցել են հայրենական պատերազմին եւ իհարկե Հայաստանի ազգային պատկերասրահը որպես հայ կերպարվեստի հավաքատեղի շտեմարան միշտ փորձում է անդրադառնալ նման կարևոր միջոցառումների։ Ցուցահանդեսում տեղ են գտել Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հակոբյանի, Սարգիս Մուրադյանի եւ այլ հայտնի նկարիչների ստեղծագործությունները, 12 կտավ, որոնք լավագույնս արտացոլում են հայրենական մեծ պատերազմի ժամանակագրությունն ու սխրանքները։ Փորձել ենք այնպես ներկայացնել, որպեսզի մեր հերոսներն էլ, ում դիմանկարները մենք ունենք ներկայացված, Մարշալ Բաղրամյան, Ադմիրալ Ծովակալ Իսակով եւ բնականաբար պատերազմի թեմայով այլ աշխատանքներ, այսինքն այն ամեն ինչ որ արվեստագետը պատերազմի թեմայի մեջ տեսել է եւ բնականաբար հաղթանակ, որտեղ ունենք ներկայացրած Բեգարյանի հաղթական պարը, ինչը կարելի ասել տրամաբանական ամփոփումն է այդ ամենին։ Հովհաննիսյանն ընդգծում է, պատկերասրահի մշտական ցուցադրությունն իհարկե ընդգրկում է նաև հայրենական մեծ պատերազմի մասին պատմող կտավներ, սակայն ժամանակավոր ցուցադրությունների միջոցով այցելուներին ներկայացվում է գրեթե ամբողջ հավաքածուն։ Ինչ վերաբերում է նման թեմատիկ ցուցահանդեսների, դրանք պարբերաբար լինում են տարբեր թեմաներով, տարբեր հարցերի շուրջ, եւ այս դեպքում արդեն մենք փորձում ենք վերհանել պահոզնեց այն աշխատանքները, որոնք ցավոք մշտականում չեն կարող ներկայացնել։ Սպասում, նամակներ, հույզեր, հաղթանակ, վերադարձ։ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահում բաց կլինի 1 ամիս։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։